Փաստաբան, այո։ Բարև ձեզ։ Անդրադառնանք հենց միանգամից միջնորդությանը։ Հակադարձումները դատախազի, հենց այդ պատճառով էլ մենք ուզեցինք իր հետ զրուցել, ինքը կաշկանդված է, ասաց պիտի դատախազություն դիմենք, որքանով են օբյեկտիվ, ինչ է նշանակում 10 տարի առաջ է եղել դատական պրոցես, ուրեմն տեսականորեն հնարավոր չի, որ 10 տարի հետո կանխակալ վերաբերմունք լինի, ես նկատի ունեմ Հրանուշ Խառատյանի հետ հայտնի դատական պրոցեսը, ձեր դիտարկումները։ Նախ այդ 10 տարի առաջվա մասին հիշեցնեմ, որ մենք անցած տարի այդ հիմքով բացարկ էինք ներկայացրել, ինչի մասին էր խոսքը, որ դատավոր Կարապետ Բադալյանը նախկինում եղել է փաստաբան եւ դատական մի գործով ներկայացրել է իր զոքանչին տիկին Հրանուշ Խառատյանին ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի։ Դա բավական լայն հանրային հնչողություն ունեցող գործ է եղել զրպարտության վիրավորանքի հետ կապված, այսինքն հասկանալի է մեծ զգացմունքային էմոցիոնալ ֆոն ունեցող գործ է եղել։ Այդ գործով ինքը ներկա եղել է Ռուբեն Հայրապետյանի դատավարական հակառակորդը եւ ի վերջո պարտվել է այդ գործը որպես փաստաբան եւ այս ամեն ինչը մենք պնդում ենք, որ կանխակալ բացասական վերաբերմունք կարող է ստեղծած լինել Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ։ Որ 10 տարի անցել իրենց բարեկամական կապերը չեն բարեկամական կապերը չեն վերացել եւ բացի դրանից իջն արդեն այստեղ շատ կարեւոր, որ անցած անգամ երբ մենք այդ բացարկը հայտնեցինք, դատավորը ի վերջո չասեց, գիտեք ինչ, ես ձեր բացարկը մերժում եմ, որովհետեւ ես անկողմնակալ եմ եւ կանխակալ վերաբերմունք չունեմ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ։ Նման հավաստիացում գոնե մենք չլսեցինք դատավորից։ Այլ ընդհանրապես ասաց, որ գիտեք ինչ, դուք այդ բացարկը ներկայացնում եք գործը ձգձգելու համար, այդ հիմքով ձեր բացարկը մերժում եմ։ Բայց որևէ իրավունքի չարաշահում մեր կողմից չկար, մենք օրենքով սահմանված ժամկետի մեջ էինք, այդ բացարկի ներկայացնելու համար ժամկետներ կան օրենքով, մենք այդ ժամկետում ենք բացարկը ներկայացնում եւ ինչքան մեր այս գործին անգամ շատ ոչ անծանոթ մեր գործընկերների հետ խոսում ենք, ներկայացնում ենք, ասում ենք, հա դե սա ակնհայտ բացարկի հիմք է։ Ինչպես կարելի է այս իրավիճակում չքննարկել այդ բացարկը, այսինքն դուք էլ տեսնում եք, որ կա նախկին հակառակորդ լինելու փաստ, որը ըստ էության կարող է վերաճած լինել թշնամանքի եւ դա կարող է ազդել Եվ այո, դա կարող է ազդել դատավարության ընթացքի վրա։ Ինչևէ, մենք դրանից հետո իգիտություն ընդունեցինք, որ մեր բացարկը մերժվեց, չնայած համարում ենք, որ դա ապագայում նաև վերաքննիչ ատյանում, եթե մեր դեմ վճիռ կայացվի, դա վճռի բեկանման լուրջ հիմք է, շատ լուրջ հիմք է, բայց ամեն դեպքում դատավարությունը շարունակվում է, հիմա էլի շատ կարևոր հարցեր նախորդ դատական նիստերին քննարկում, մենք բովանդակային շատ էական առարկություններ էինք ներկայացրել, դատարանը իր որոշման մեջ ասեց, գիտեք ինչ, այդ ձեր առարկություններին չեմ անդրադառնում ու մեզ վերագրեց ինչ-որ ոչ հիմնավոր առարկություն, բայց մենք նման բան երբևէ չենք ասել եւ տեսեք դատական նիստում խնդրեցի դատախազին ցույց տալ, թե որտեղ ենք մենք այդ ոչ հիմնավոր առարկությունը ներկայացրել, բնականաբար ցույց չտրվեց, որովհետեւ պարզապես չկար։ Հիմա դրա համար մեր կասկածները թարմացան եւ ավելի խորացան, որ կա կանխակալ բացասական վերաբերմունք։ Ակնկալիք, որ այս դեպքում դատավորը ավելի անաչառ կգտնվի, մանավանդ որ նախորդին ինքը իր անաչառության պնդումը չի հավաստել։ Հույսերը քիչ են, եթե կարճ ասեմ, բայց ամեն դեպքում, եթե մենք դատավարությանը մասնակցում ենք, մենք պետք է բոլոր դատավարական հնարավորությունները օգտագործենք, մեր փաստարկները բոլոր ներկայացնենք, այդ թվում դատավորի անաչառության վերաբերյալ մեր կասկածները եւ կրկնեմ, եթե նորից ստանանք մերժում, դա հետագա բողոքարկումների դեպքում կրկին մեր կարծիքով լուրջ հիմք է լինելու։ Եվ նոր ներգրավված փաստաբաններ լսենք, ձեզ կներկայանաք եւ ինչու որոշեցիք միանալ, թե վաղուց է միացել։ Չէ, նոր եմ միացել, ես հանդիսանում եմ